Խոսում է Բաքոն, եթերում Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերի թողարկումն է, խոսափողամոտը Գյուլիար Մամեդովան։ Ադրբեջանի համագործակցությունը Թուրքիայի եւ Վրաստանի ֆինանսական հատվածների հետ շարունակում է ամրապնդել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի կենտրոնական բանկի նախագահ առաջին տեղակալ Ալիյար Մամեդյարովը։ Ամերիկա-ադրբեջանական առևտրային պալատի կողմից Վաշինգտոնում կազմակերպված ֆինանսական գործընկերության տարածաշրջանային համաժողովում ելույթ ունենալով նա ընդգծել է տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաեւ ԱՄՆ ֆինանսական հատվածի հետ ռազմավարական կապերի կարեւորությունը միջսահմանային առևտրի, ներդրումների եւ վճարային համակարգերի զարգացման համար։ ԱԿԲ-ի պատվիրակություն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում համաշխարհային բանկի եւ արժույթի միջազգային հիմնադրամի գարանային հանդիպումների մասնակցելու համար։ Ֆինանսների նախարարությունը անցկացրեց երկրորդ ավանդական աճուրդը պետական բյուջեի միջոցներ ավելի արդյունավետ կառավարելու համար ազգային արժույթով միասնական գանձապետական հաշվի ազատ մնացորդը տեղական բանկերում ավանդների վրա տեղադրելով։ Այս մասին տեղեկացրել է ֆինանսների նախարարությունը։ Աճուրդի արդյունքում միասնական գանձապետարան հաշվի ազատ մնացորդը 500 միլիոն մանաթի չափով 32 օրվա ընթացքում տեղադրվել է երկրի 5 խոշորագույն բանկերում ավանդների համար 7.4% միջին կշռված տոկոսադրույքով։ Նշենք, որ առաջին ավանդային աճուրդը տեղի ունեցել ապրիլի 11-ին։ Դրա ժամանակ ֆինանսների նախարարությունը 1 միլիարդ մանաթ է տեղադրել 4 համակարգային կարևոր բանկերում ավանդների վրա 3 ամսվա ընթացքում։ Բանակցությունների ընթացքում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը եւ Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադը պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքը Ռուսաստանից Իրան նոր ցամաքային գազային միջանցքներ ստեղծելու համատեղ նախագծերի վրա։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ, այս մասին ասում է Ռուսաստանի նախարարների կաբինետի հայտարարության մեջ։ Ալեքսանդր Նովակը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։ Կողմերը նաեւ պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքը Ռուսաստանից Իրան նոր ցամաքային գազային միջանցքներ ստեղծելու համատեղ նախագծերի վրա, ասվում է հայտարարության մեջ։ Եթե հարկային քաղաքականության հիմքում դրենք ոչ թե տնտեսության զարգացումը, այլ շատ հարկային մուտքեր, ապա մենք կկործանենք թե տնտեսությունը, թե հարկային մուտքերը։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է Մանթաշյանց գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը։ Մեկ տարբեր պաշտոնյաներից լսում եմ, այս ոճի արտահայտություններ 10%-ով ավելացնենք հարկերը, հարկային մուտքերը կավելանան 10%-ով, ասենք 5 միլիարդ դրամ։ Իրականում սա մաթեմատիկա չի, այլ տնտեսություն է, իսկ տնտեսության մեջ ամեն ինչ այսքան պարզ չէ։ Օրինակ դու կարող ես իջեցնել հարկերն ու հարկային մուտքերը ավելանան կամ ավելացնես հարկերն ու հարկային մուտքերը պակասեն, պնդում է Միրաքյանը։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերը։